Գաղափարը դերևս ծնվել էր մոտապես մի տարի առաջ, թշկանի ջրվեժի պայքարի հաղթանակից հետո, որից հետո մենք մի տարվա գործունեության ընթացքում բնապահպանական ոլորտում տարբեր նախաձեռնությունների, ակտիվիստների քննարկումների արդյունքում հասկացանք, որ այս սիտուացիայում շատ բարդ լինի շարունակել բնապահպանական խնդիրների լուծումները տալ, այս նույն ֆորմատով ինչ-որ մենք սկսել ենք և շարունակում ենք վերջին մի տարի կարողան կեսը։ Եվ նաև զգալով, որ թշկանի բնապահպանական հաղթանակը նաև որոշակի հույս ներշնչեց բնակչության մարդկանց, բնության նկատմամբ ինչ-որ հետարություն առաջացրեց բնակչության շրջանում, դրա համար իվերջո եկանք այն որոշման, որ պետք է ավելի համակարգված և համահայկական մոտեցում ցույց տալ բնապահպանական խնդիրներին։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն գործնական քայլեր չեն ձեռնարկում համազգային ասաղավետը կանխելու ուղղությամբ, այլ նաև հենց իրենք են հանդիսանում այդ ամենի անբաժանելի մասն ու դրա հովանավորը։ Հաշվի առնելով, որ օրվա հաց վաստակելու բերի տակ կկած հայրենաբնակ ժողովուրդը, հատկապես նրա այն հատվածը, որը հայտնվել է բնական ռեսուրսները թալանող կապիտալի տնտեսական գերության մեջ, իզորու չէ միայնակ դիմագրավելու և շտկելու իրավիճակը, առանձնանք հնչեցնելով, որ մեր երկրի բնության ամայացումն ու թունավորումը, էկոարտագաղթն ու էկոգաղութացումը սպառնում են հայոց պետականության և հայերենիքու բնակվող հայության գոյությանը, գիտակցելով, որ բնապահպանությունը հայաստանապահպանություն է և իրավիճակը հնարավոր է շտկել միայն համայն հայության բնապահպանական ներուժի համախմբմամբ և համակարգված գործադրմամբ հայտարարում ենք։ Համահայկական բնապահպանական ճակատ կրճատ ՀԲՃ ստեղծելու գաղափարի մասին։ Անունս Վաչե Թոմասյան է, ծնվել եմ Լոս Անջելեսում և հիմա բնակիմ Նյու Յորք։ Այսօրվա հայտարարության մաս կգազմեմ ներկայացնել մի խումբ ամերիկահայ ակտիվիստներ, որ մոդորեն հետևած են Հայաստանի բնապահպանական խնդիրներուն և մեր ակտիվիստներուն աշխատանքներուն։ Ես անձամբ հիշում եմ առաջին անգամ, որ լսեցի թռչկանի և թեղովի մասին, Մաշտոցի այգի մասին և այլն, մենք սկսանք Ամերիկայից միջոցառումներ կազմակերպել, դասախոսություններ կազմակերպել, այս դողոց հետ գապ հաստատել և իրենց մեջ լուրեր տարածել մեր քաղաքներում մեջ։ Ինձի համար կարևոր է նշել, շատ կարևոր է շեշտել, որ սփյուռքը մեկ կամ երկու թեմաներու շուրջ գոյություն չունի։ Սփյուռքը մեր հայ քաղաքները շատ սրտացավ են և շատ պատրաստ են օգնելու այսօրվա Հայաստանի զարգացման, լարի սոցիալական արդարության մեջ, լարի տնտեսական զարգացման մեջ։ Իմ կարծիքովս մենք իբր ասկ գնանք ունենալ միայն մեկ աբակա, այդ աբական պետք է լա առողջ, ազատ, անկախ և գայուն Հայաստանի մեջ։ Դրա համար կարևոր է համախմբվել և պայքարել ապօրինի հանկագործության թեմ և նույն ժամանակ կարևոր է նշել դարբերակներ Հայաստանի տնտեսական զարգացման համար։ Մի քանի շաբաթ առաջ Եղիա Ներսեսյանը առիթ ունեցավ այցելել Լոս Անջելես և ելույթ ունեցավ հարյուրավոր հայերու հետ, նամանավանդ երիտասարդության հետ, որ իրենք պատրաստությունը ունեցան հայտնելու, թե պատրաստ են աշխատել, պատրաստ են պայքարել միասին մեր Հայաստանի ակտիվիստներուն հետ այսքունթերու շուրջ։ Եվ միշտ նույն հարցումը կհարցվեր, թե մենք սփյուռքից ինչ կարող ենք անել աջակցել այս շարժումին։ Այսօր այս հայտարարությունը առաջին քայլն է այդ համախմբվելու համար, այդ ակադեմիական, իրավաբանական, քարոզչական և այլն ուժը հավաքել և կազմակերպված ձևով առաջ տանել։ Ես անձամբ խանդավառված եմ և կնախատեսեմ բավական դրական արդյունքներ աշխատանքից։ Բնապահպանությունը Հայաստանապահպանությունը լոզունգի ներքո այդ մտքի համար ծնվեց այս գաղափարը, որ այս պայքարը պետք է Երևանից դուրս գա, որովհետև բնապահպանական խնդիրներով ոչ միայն պետք է երևանաբնակ և Երևանի ակտիվիստները զբաղվեն, այլ ցանկացած հայ
անկախ իր գտնվելու վայրից, ինչքան ինքը կարողանա լումա ներգրավել։ Դրա համար ճակատ ստեղծելու միտքը ինքը անունից բացի շատ ավելի գործնական է լինելու եւ ներգրավել է ցանկացած հայի, որը ինքն կգտնի այդ գործընթացի մեջ։ Առաջի ձիլերը, գիտեք ես Մոսկվայի, որ այցելել էի փետրվար ամսին, ընդեղ էլ մի փոքր խումբ կա, որը սպասում էին։ Գիտեք, սփյուռքահայության համար պետք է ստեղծվի մի քիչ ավելի հստակ անուններով, հստակ մի հատ հարթակ։ Նայեք, կա Խոսրով, Թրջկան, լիքը անուններ չէ, բնաբախմանական ու վիդեոով հետևում է։ Այդ բոլորին համախմբելու, ավելի ուժեղ դարձնելու, մի հատ ավելի հստակ, ավելի կանոնակարգված պայքարելու համար է սրա միտքը։ Եվ ես շատ ավել վստահ եմ, պատականություն չի ինձ թվում, որ այսօր Վաչեն էստեղ է, Վաչեն կլինի Ամերիկայի երիտասարդների համակարգողներից մեկը նաև, շատ լիք երիտասարդներ ամեն օր ինձ, Մարիամ Սոխոդյանին գրում են, ուզում են հասկանան, որ ոնց կկարողանան իրանք ներգրավել այս պայքարի մեջ, ինձ թվում է այս հարթակը նաև դա կլինի, որ իրանք բոլորը հասկանան իրանք ուղին եւ իրանք ոնց իրանք մասնակցությունով, իրանք գալով Հայաստան, որով լիքը ես ավել վստահ եմ այս տարվա ընթացքում լիքը սփյուռքահայեր գալու են Հայաստան եւ կամավոր աշխատեն, research անեն, կոնկրետ բժշկական ոլորտում մանավանդ, քաջարանում, թեղուտում, որովհետեւ պետական ոչ մի ուսումններ չկա, պետությունը ոչ մի բան չի ասում, թե ինչքան հիվանդություններ է տարածվել այդ ամբողջ հանքավայրերի տարածքներում, մի խոսքով։ Այս ճակատը միայն խոսում է հայ տեսակի համախմբման մասին։ Մարդիկ, որոնց համար բնապահպանությունը, Հայաստանապահպանությունը ինչ որ բառ է ասում։ Բնապահպանական քաղաքականությունը իր վեկտորը փոխել է Հայաստանում։ Դրա համար այս միջոցով մենք փորձում ենք առաջերտին համայն հայության տարբեր շերտերի ներգրավման միջոցով ավելի բարձրաձայնել այդ հարցերը եւ ավելի, քանի որ մասնակիցների քանակը շատ կմեծանա, կլինեն նոր գաղափարներ, նոր իդեաներ, նոր տեսակետներ, որոնք ի վերջո բերեն նոր զարգացումների եւ նաեւ նոր խնդիրներ կդնեն կառավարման համակարգի դիմաց եւ ինքը ստիպված կլինի փոխելու քաղաքականության վեկտորը, բնապահպանության բնագավառը։ Գլխավոր միտքը դա է, որ մի քիչ ավել պատասխանատվություն, գրելու մասին է խոսքը, այսինքն մինչև օրս մի քիչ եղել է ինքնաբուխ, շատ ավել կամավոր, շատ ավել սրտցավական։ Հիմա մի քիչ երբ որ ցանկացած մարդ ինքը գալիս է ասում է օրինակ եմ ասում, ես դիզայներ եմ, ասում ես ինչ կարես անես, սայթ կարաս սարքես, ինչքան ժամանակ ունես սարքում, օրինակ եմ ասում, 2 շաբաթում, օքեյ, դու ուրեմն հետամուտ ես լինում իր աշխատանքին, ինքը քո հետ, այսինքն մի քիչ ավելի պատասխանատու մարդը, որ ասում է ես կարող եմ սա անել, փող հետադարձ վստահ կապով դու հասկանաս, որ այդ աշխատանքը չի դրվում ու վերացական է մնում, երբ կլինի, ով կանի, հասկանում ես, մարդը որ մտնում է ինքը պատասխանատվություն է կրելու այս խնդրի, այդ անունը։ Ֆինանսական խնդիրների համար խոսալը շուտ է, բայց ոնց որ հայտարարության մեջ նշված է, պետք է լինի հիմնադրամ, որ ցանկացած գյուղատնտեսական ծրագրի համար, եթե ինչ-որ ծրագիր պետք է արվի, այդ պետք է կամավոր, ոնց որ օրինակ Մարսնացում մենք արգ ենք դնում, չէ՞, շատ դրա շատ պրիմիտիվ տարբերակն, ասում ենք թող հավաքեք, եթե օրինակ Թեղուտում պետք է ինչ-որ մոտակույսերի գործարան դրվի, կամ չգիտեմ, ես տնտեսագետ չեմ, էլի մասնակ, այսինքն այդ ամեն ինչը պետք է արվի, իհարկե դրա համար ինքը կունենա հիմնադրամը կունենա դնորեն եւ այլն, այսինքն մի քիչ ավելի կազմակերպված աշխատանքի մասին է ընդհանրապես խոսքը։ Մենք կարծում ենք, որ մեր ուրեմն ցապացիկությունը, ազնվությունը եւ մնացած բոլոր, այսինքն մեր բոլոր այն մարդկանց, որ նախաձեռնել են այս, մենք այս 4-ը չենք, նախաձեռնել են այս գաղափարը ու բոլոր այն մարդիկ, որոնք որ կլինեն այդ նախաձեռնության մեջ, իրանց այդ դրական աուրան ուղղակի չի թողի, որ դրանց մարդիկ հայտնվեն այդտեղ։ Եթե նույնիսկ եթե հայտնվեն, իրանք ոչ բան չեն կարող, որովհետև մեր ընդհանուր թափանցիկ բոլորը լսելու են դրա մասին հենց հաջորդ վայրկյանին։ Եթե ինչ-որ բան որոշենք, հաջորդ վայրկյանին բոլորը լսելու են դրա մասին։ Դրա համար կագեբի-ից կլինի, թե չգիտեմ, ՑՌՈ-ից կլինի, ոչ մի բան էականորեն չի փոխվում այս դեպքում, որովհետև ասում եմ, մեր որոշումների մասին հաջորդ վայրկյանին հայությունը լսելու է, ամենից որ իմաստ չունի հետևել է, էլի ասում։ Առաջին քայլը պետք է դասարարչական քայլն է մեր քաղաքներում համար ադոմի հետո կարող են միջազգային գազམ་ագիտություններ դիմել, կարող են միջազգային իրավաբանական ջադատներ բանալ եւ այլն։ Ամեն այդները մեր արժեքն են։ Խոսրովի արգելոցի հետ կապված ես կպատասխանեմ երևի նախարարը Արամը հայտարարել էր, որ պետք է նոր մեկնարկ լինի։ Սպասում ենք, այնց չի որ չենք սպասում, ես դեր կապը պաշտպանում եմ CNF-ի եւ WWF-ի հետ, հա։ Մենք փնտրում ենք էլի, մենք ունենք հիմա երկու տեխնազու, փնտրում ենք նաև
մարդ միշտ ամեն տեղ առաջարկում ենք, ցանկացած տեղ որ նստում ենք, խոսում ենք, ասում ենք, այս պաշտոնը կա, եկեք սրծավ մի քիչ իր անցյալը, հա, մաքուր ամենայն դեպս մարդ, ոչ թե մի հատ մարդ, որի վրա այսօր նախարարությունը լավ աշխատում է եւ պատրաստում է իրան, որը այսօրվա գործադիրն է, որը նաեւ հանրավերայում կուսակցության անդամ է, կարծեմ իրանց գետի մեջ կար, որ պետք չի կուսակցական լինի պաշտոն գրողը, իրանք դեռ հիմա երկու տեխնազում են նախարարության կողմից առաջարկված, որոնք երկուսն են այնուամենայնիվ ես կարող եմ ասել իմ կարծիքը, իրանք նույն խաղով են խաղալու, բայց մի քիչ ավելի գրագետ ձև են փորձում խաղալ։ Մենք էլ ենք պայքարելու, այդ ճակատը չենք թողելու, Խոսրովը չի լինելու իրանց որսի, հա, դաշտը։ Հանրությունը եթե տեր կանգնի, դա է այլի խնդիրը։ Այսինքն ես զարմանում եմ, որ մինչև օրս մենք հանրության դեմ դրել ենք այդ հարցը, ասել ենք նման պաշտոն կա, դեր մարդիկ շատ քիչ են, ամեն 2-3 հոգի է մեզ դիմել։